Հայաստանում բազում եկեղեցիներ մշակույթի նախարարության հաշվեկշռում են։ Կառավարությունը կարող է եկեղեցիների հետ անել, ինչ ուզում է, քանի որ դրանք համարվում են պետական սեփականություն։ Իսկ Մայր Աթոռը դրանք օգտագործում է իր հոգևոր ծառայությունների համար։ Եկեղեցիների որպես շինության պատկանելիության հարցը կրկին դարձավ քննարկման թեմա, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հովանավանքը գտնվում է կառավարության հաշվեկշռում։ Մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի, ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար։ Ֆեյքերեցների թե երեց ֆեյքերի խմբեր են գործում։ Մենք կարող ենք կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը։ Ամեն բան սկսվեց կարգալույթ քահանայի պատարագ մատուցելու հայտարարությունից հետո, որին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանն իր թիմով։ Նրանք պետք է լինի քանդեն այդ եկեղեցիները, եթե եկեղեցին, եթե կանգնած եղավ Զանգեզուրի ճանապարհին, Կարիդորի ճանապարհին, նրանք քանդեն այդ եկեղեցին։ Եվ ասացի հիմա ասած ավելի օբրազնա ռուսերեն ասած, օբրազնա գավարյա, նշանակում այդպես էլ կա։ Այսօր եկեղեցին կանգնած է Զանգեզուրի ճանապարհի վրա, եւ նրանք պետք է քանդեն այդ եկեղեցին, որ Թուրքիան ունենա ճանապարհ Հայաստանով։ Տեր Փարեն քահանա Պետրոսյանի համոզմամբ այս ամենը վտանգավոր հետևանքներ ունենալու։ Նրա խոսքով Փաշինյանի հայտարարությունը պառակտում է ոչ միայն ազգին, այլև հավատավոր համայնքին։ Այսօր արդեն խորքում եկեղեցու մեջ, ճիշտ Հայաստանի մեջ քրիստոնյա հայ ժողովրդի մեջ նոր ուղղություն առաջացած հավատքի ուղղվածություն է սկսվել ձևավորվել։ Մեկը ապօրինի է, օրինական։ Հոգևորականը սա համարում է վտանգավոր արկածախնդրություն փոքր ազգի համար։ Մենք ինքներս ենք ցերկ բարձրացնում մեր ինքնության վրա, ասում է նա։ Ռեժիսոր Դավիթ Սահակյանցն էլ Փաշինյանի հայտարարությունից չի զարմանում։ Նրա խոսքով եկեղեցին մեր գոյությունը պահող վերջին սյունն է, որը հիմա փորձում են քանդել։ Դրանց համար իսկապես եկեղեցին դա ուղղակի շինություն է։ Ոնց որ գլոբալիստների հասկացողության մեջ է, որ եկեղեցին ընդհանրապես կարող է չլինել։ Պետք չի այդ շենքը իրանց իսկապես վերաբերում դրան որպես շինություն։ Ուրիշ ոչ մի ասոցիացիա իրանք չունեն եկեղեցու հետ, ոչ որպես ինստիտուտ, ոչ որպես տեղ, որտեղ մարդիկ իրենց մտորումներն են բերում, հանձնում Աստծուն։ Մայր Աթոռը դեռևս չի արձագանքում այս հայտարարությանը։ Տեղեկատվական համակարգից նշում են, որ առաջիկայում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։ Իսկ մինչ այդ զրուցակիցներս ունեն միայն մեկ հույս, որ սպասված համախմբումը տեղի կունենա եւ կկանխվի հայ առաքելական եկեղեցու դեմ ընթացող արշավանքը, որի հարցում նրանց խոսքով Փաշինյանն ունի օտար ուժերի աջակցություն։ Սեդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։